Ինչպես եւ պահանջում է սահմանադրությունը, նորընտիր ազգային ժողովի առաջին նիստից անմիջապես հետո կառավարությունը հրաժարական ներկայացրեց եւ նախագահը մայիսի 18-ին ընդունեց այդ հրաժարականը։ Սակայն ժամեր անց Կարեն Կարապետյանը վերանշանակվեց վարչապետի պաշտոնում։ Նոր կառավարությունը կձևավորվի 20-օրյա ժամկետում, իսկ մինչ այդ կարող ենք խոսել այն մասին, թե Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ ինչ է հաջողվել կամ չի հաջողվել այդ կառավարությանը անցած 8 ամիսների ընթացքում։ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր հյուրընկալել ենք տնտեսական մեկնաբաններ Հայկ Գևորգյանին եւ Բաբկեն Թունյանին։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Նախ ուզում եմ քաղաքական դերակատարության մասին խոսել, որը վերապահվում էր, երբ որ նշանակվում էր սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը, համարվում էր, որ ինքը այսպես ասած գեղեցիկ ցուցափեղկ է, ՀՀԿ-ի հետ կապված, բայց հետո քաղաքագետները ասում են, մասնավորապես Արմենը Բաղդասարյան, որ նրա գործոնը այսպես ասած ուռճացված է դրական դերակատարումը եւ Սամվել Ալեքսանյանը օրինակ նույն 42000 ձայները կստանար անկախ նրանից, թե ով է վարչապետ կամ եթե ընդհանրապես վարչապետ չլիներ։ Բաբկեն, ես ուշադրություն դարձրեցի, որ այս շաբաթ դուք էլ եք համանման հաշվարկներ արել, տեսել եք, որ ըստ էության անկախ վարչապետի հանրապետականները մայրաքաղաքում հավաքել են նույնքան ձայն, հա։ Մայրաքաղաքի կտրվածքով հանրապետական կուսակցությունը հավաքել է նույնքան ձայն, այսինքն ազգային ժողովի ընտրություններին եւ Երևանի ավականու ընտրություններին 240,000 հոգի են քվեարկել, շատ քիչ շեղումով։ Դա նշանակում է, որ եթե այս անգամ վարչապետի գործոնը չկար, անցած անգամ կար, նշանակում է այդ գործոնի դերը իրոք չափազանցացված էր։ Միգուցե խորհրդարանականի ժամանակ ինքը չլիներ մի քիչ ավելի քիչ հավաքեն, բայց ամեն դեպքում ցույց է տալիս այս թվերի դինամիկան, որ մեծ բան ամեն դեպքում չէր փոխվելու։ Եկեք հիշենք, որ իր նշանակելիս Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ նրան կհաջողվի, այսպես ասած, նոր ոգի բերել, ասում էր, որ հավատում է այս կառավարության ուժերին եւ հավատում է, որ այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախորդ բոլոր կառավարություններին։ Այս պահի, այսպես ասած, տվյալներով մենք կարող ենք ասել, որ այդ ակնկալիքները արդարացվել են։ Կարծում եմ ասել չենք կարող, նման բան պնդել չենք կարող, որովհետև արդեն 9 ամիս Կարեն Կարապետյանի կառավարությունը Սեպտեմբերի 13-ից է ամենայն դեպս 8։ 8, հաղորդումը 1 ամիս հետո կցուցադրենք։ Լավ։ 8 ամսվա ընթացքում կարելի էր հաստատ կարելի էր որոշակի արդյունքներ արձանագրել ու այստեղ խնդիրը ցուցանիշների մեջ չի կարելի է զրոյական տնտեսական աճ ունենալ, բայց ունենալ որակական փոփոխություն, հոգեբանության փոփոխություն, իսկ նման փոփոխություն մենք չենք ունեցել։ Այդուհանդերձ ես մի կոնկրետ մի դրական բան կարող եմ ասելու, ես փնտրում եմ այդ դրական քայլեր, ինչ որ արած կլինի կառավարությունը, թե չէ դա սահմանի վրայից ավելացած արժեքի հարկը սարքավորումների եւ հումքի համար ներքի շրջանառություն տեղափոխել է, որը դեռ չի ընդունվել, բայց որը շուտով կմտնի ազգային ժողով, այդպես սկզբունքային խնդիր կարող ենք մենակ դա այսպես նշмарել ու մնացած տեղի ես չեմ տեսնում, որովհետեւ ես անձամբ կարծում եմ, որ սկզբունքային խնդիրները տնտեսության զարգացման առաջ կանգնած հիմնական խոչընդոտների վերացումն է կամ վերացմանը ուղղված քայլեր անելն է։ Նման քայլեր ես ամենայնպես չեմ տեսել։ Կարող եք արդյոք մեջբերել այնպիսի քայլեր, որոնք անցած ամիսների ընթացքում արել է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը, որոնք արմատապես փոխել են Հայաստանի տնտեսության, այսպես ասած, դեմքը։ Կարող ենք մենք հիշում ենք բազմաթիվ հանձնարարականներ, որ տրվել է եւ այլն, բայց կարող եք հիշել 5 կամ թեկուզ 3 որևէ որոշում, որ էականորեն կարող են բարելաված լինել շարքային քաղաքացու կյանքը։ Շարքային քաղաքացու կյանքը այդքան շուտ չի բարելավի ու դժվար է այդ արմատապես բառը ընդհանրապես դժվարացնում է հարցի պատասխանը։ Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության ծրագրում, որը հոկտեմբերի 18-ին ընդունվեց անցած տարվա, բաժանված էր մի քանի մասերի, օրինակ կային ծրագրեր, որ 6 ամսվա ժամկետ էր նախատեսված, կային ծրագրեր, որ նախատեսված էր մինչև 3 ամիս, 1 տարի, 2017 կամ 2018-ի ընթացքում, ու հիմնականում այնպիսի
ձևակերպում են, որ սուբյեկտիվ որոշման հարց է ասել հաջողվել է թե չի հաջողվել։ Օրինակ 6 ամսվա ծրագրում նշված էր մաքսային ծառայողների կերպարի արմատական բարեփոխում։ Հիմա եթե մեկը կարող է ասել չի բարեփոխվել, մեկը կարող է ասել արմատապես բարեփոխվել է, երրորդը կարող է ասել ադրբեջանական խնձորների պատմությունը ցույց տվեց, որ այդտեղ խնդիրները շարունակվում են։ Կան ոլորտներ, բայց ամեն դեպքում որոշակի քայլեր արվել են, չենք կարող ասել, որ ոչ մի բան չի արվել։ Կամ վերցնենք туриզմի ոլորտը, այնտեղ լիքը կետեր կան, որ ընդհանրապես ոչ մի բան չի արվել։ Մանավանդ եթե հաշվի ենք առնում են ողջավորությունը, որ կար ամենասկզբում, որ այդ վարչությունը բաժանվեց, առանձնացվեց, նշանակվեց նոր ղեկավար, սպասումները մեծ էին, բայց օրինակ կոնկրետ մի կետ 6 ամսվա ընթացքում առնվազն 40 գյուղական համայնքներում ձևավորել փորձնական туриզմի ծրագիր, գյուղական туриզմի, դա չի արվել, ու էլի կետեր կան։ Ու մանր այդպիսի բաներ կան, որ կարող ենք հիմա ծրագիրը էլի աչքի անցկացնել ու հիշել, բայց իմ համար ամենակարևոր կետը այն հետևյալն էր, որ էլի 6 ամսվա ժամկետի մեջ էր մտնում արմատապես, եթե չեմ սխալվում, բարելավել վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ, բայց մանավանդ վերջին ընտրություններին տեսանք, որ այդ հակառակն է։ Ես ասացի, որ ինչ որ էլի դրական բան կմեջ բերեմ եւ օրինակ գազի եւ էլեկտրաէներգիայի գների նվազեցումը։ Սա սոցիալապես խոցելի խավերի համար արդյոք որոշակի դրական ազդեցություն չունեցավ սոցիալական ոլորտում էս առումով ձեր վերումներ կան թե ոչ։ Գիտեք կոնկրետ շատ թվերով այսպես չծանրաբեռնենք, հա, բայց այսպես ասենք, երբ որ էլեկտրաէներգիան թանկանում էր 2015 թվականին, հա, այդտեղ հաշվի էր առնվում, որ ատոմակայանը 88 օր նախատեսվածից ավել է կանգ առել, հա, ստիպված գնել են ջերմաէլեկտրակայանների էլեկտրաէներգիան, որը ավելի թանկ ինքնարժեք ունի, հեկերը քիչ էին աշխատել, քիչ էին արտադրել, այդ գործոնների ազդեցության տակ գոյացել էր որոշակի գումար, որը որ պիտի ետ վերադարձվեր սակագնի բարձրացման շնորհիվ, հա, սակագինը բարձրացվեց, հա, հետո այդ բոլոր գործոնները վերացան, ընդհակառակը ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրեցին հեկերը, ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրեց ատոմակայանը, որոնք ավելի էժան եւ տրամաբանությունը պնդում է, որ պիտի եթե բարձրացել էր 7 դրամով, պիտի իջներ նորից գոնե 7 դրամի, հա, բայց իջավ 5 դրամով։ Ասենք եթե մենք այսպես վերցնենք, որ իջել է սակագինը, կասենք հա շատ լավ է, որ իջել է, բայց շատ ավելի շատ պիտի իջներ ըստ որոշ հաշվարկների նույնիսկ մինչև 9 դրամ կամ 10 դրամ պիտի իջներ, բայց իջավ շատ ավելի քիչ, քան բարձրացել էր։ Գազի սակագների հետ կապված այստեղ լուրջ խնդիր կա, որը որ ես չեմ կարող համարել դրական, ինչի հանկարծ վարչապետի անձի հետ կապված, հա, Գազպրոմը համաձայնեց իր վրա վերցնել, հա, ես չեմ հնչեցնի ուղղակի, ինչի հանկարծ Գազպրոմը որոշեց իր վրա վերցնել գազի սակագնի նվազման արդյունքում կրելիք վնասի ռիսկը։ Մինչև այդ Գազպրոմը չէր արել, հա, այդտեղ արդեն միջպետական հարաբերությունների, այսպես արտաքին քաղաքական ազդեցությունների կամ Տեսեք, այնուամենայնիվ երկուսդ էլ համաձայնեցիք, որ շարքային քաղաքացիին այդ փոփոխությունները այդքան արագ չի զգա եւ այլն, էլի, բայց Կարեն Կարապետյանը այնուամենայնիվ երևի թե տարբերվում է մեր բոլոր նախկին վարչապետերից այն իմաստով, որ իր հետ կապված ինչ-որ հույսերի, ակնկալիքների դրական ֆոնը համաձայնեք, որ շատ ավելի ուժգին էր, քան եղել էր ցանկացած ինչ-որ այլ նախկին նշանակման պարագայում։ Եվ հիմա օրինակ մեր գործընկերը, հետաքննող լրագրողների ընկերակցության ղեկավար Էրիկ Բաղդասարյան գրել էր, որ մեր լրագրողները անդադ մարզերում, գյուղերում այդ հարցը տալիս են մարդկանց, թե ինչ է փոխվել վարչապետի հանձնարարականներից հետո եւ նրանք ոչինչ չեն կարողանում ասել փոփոխությունների մասին, որևէ օրինակ չեն կարողանում բերել, այդ փոփոխությունները պետք է շոշափելի դարձնել, մարդիկ պետք է զգան, որ ինչ որ բան իրենց կյանքում փոխվեց։ Այստեղ մի խնդիր կա, հա, Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո սպասումները շատ մեծ էին ու դա կարծում եմ այնքան էլ դրական չի ազդում այս պահի դրությամբ կառավարության նկատմամբ վերաբերմունքի հարցում, այսինքն մարդիկ սպասում էին 100 միավոր, եթե նույնիսկ
99 միավոր լինի արդեն բացասական, բայց ստացածը, հա, ասենք 5 միավոր է, 3 միավոր է, 2 միավոր է։ Այսինքն այդ նշաձողը շատ բարձր վերցրեց ինքը հենց Կարեն Կարապետյանը, այսպես շատ մեծ հույսեր արթնացրեց հանրության շրջանում սկզբնական ժամանակահատվածում իր նշանակման ու հիմա նա ոնց որ պիտի իմբոշխնի այդ սպասումների չափազանցված սպասումների չկատարման պտուղները, հա, հույսերի պտուղները։ Խնդրեմ, Պապկին։ Ես էլ եմ այդ կարծիքին, որ սպասումները իրական հնարավորություններից ավելի մեծ են, ընդ որում կառավարությունը մի պահ հասկացավ դա ու փորձում էին դա սահմանափակել։ Օրինակ բազմիցս նշվեց, որ արագ փոփոխությունների մի սպասեք, բայց արդեն մարդիկ հույս ունեն, որ հեսա Հայաստանում մի քանի հատ արագ գործարան կկառուցվի։ Բայց կառավարությունը ներողություն, ոչ թե գուցե արագ գործարան կառուցվի, մենք բոլորս գիտենք վերջին դեպքը, հա, երբ որ երկու հոգի հայտարարեցին, որ փորձելու են շաքար ներկրել Հայաստան, Հայազն կուսակցության ղեկավար Արմեն Մկրտչյան, եւ ձեզ գիտեք նաեւ ինչով ավարտվեց այդ պատմությունը, երբ որ սահմանի վրա հենց կանգնեցին։ Գոնե դա կարող էր, չէ, երևի թե չլինել։ Ճիշտ ասած չեմ իմացել այդ վերջին զարգացման մասին, կանգնացել են սահմանը փաստորեն։ Մի քանի դեպք արդեն մինչև այդ եղել է։ Տեսեք, կոնկրետ Արմենին Մկրտչյան գիտեի, որ տենց նպատակներ ունի, բայց այնպես է, որ օբյեկտիվորեն իմ սուբյեկտիվ կարծիքն եմ ասում, էլի հնարավոր չի այսօր որևէ մեկը արդար ճանապարհով շաքար բերի ու մրցակցի հիմիկվա բերողի հետ։ Թեկուզ իդեալական պայմաններ լինեն։ Դա զուտ տնտեսագիտորեն այդ մարդը արդեն շուկան գրավել է, ինքը բերում է որպես հումք, հետո ունեն քվոտա մաքուր շաքարի ներմուծման, որ այսքան տոննայից ավել տարեկան չի կարելի բերել։ Բայց դուք հիշում եք, չէ՞, վարչապետի լրագրողների հետ զրույցում այդ բան, որ եթե ներմուծման հետ կապված խնդիրներ լինի, զանգեք ինձ եւ այլն։ Հենց ամբողջ խնդիրը այդ հոգեբանական բանի մեջ է, որ ես օրինակ այս մի հարցում համաձայն չեմ Բաբկենի հետ, որովհետև օրինակ հենց այս պահին Ռուսաստանի Դաշնությունում շաքարավազը 22%-ով ավելի էժան է պատրաստի սպիտակ շաքարավազը, քան Հայաստանում։ Այսինքն, եթե որևէ մեկը իրոք չվախենա բերել շաքարավազ, կարող է բերել ու այստեղ խնդիրներ կծագեն իրացման հետ։ Խնդիրը չի, այդ ով որ բերում է, ես չեմ կասկածում, որ հիմիկվա բերողը այդ նույն ավելի էժան ճանապարհը ինքն էլ արագ կգտնի, եթե հիմա չի գտել ու կփակի։ Դա է ամբողջ խնդիրը։ Բայց նույնիսկ փորձ չի արվում, նույնիսկ ոչ մեկ չի էլ փորձում նման այդ ճանապարհով գնալ, իսկ այլ ապրանքների շուկաներում փորձեր եղել են ու մենք գիտենք, հիշում եք բանանի պատմությունը, հա, որ շրջապատել էին բերողին ինչ-որ ջիփերով, բան եւ այլն։ Բայց այդտեղ մենակ շնորհը հաջողվեց կոտրել, բանան ներկրողները ավելացել են։ Դե թիվն է ավելացել, բայց իմ ունեցած տվյալներով նույն հիմնադիրները հիմնադրել են մի քանի ընկերություններ, որոնցով ներկրում են նույն երկրից ու այդտեղ չենք կարող ասել, որ ապա մոնոպոլիզացվել։ Հետո, գիտեք, ինչ Հայաստանում մենք խոսում ենք միշտ մենակ մոնոպոլիաների մասին, բայց այդտեղ խնդիրը մոնոպոլիաներ չի, ընդհանրապես կենտրոնացվածություն։ Օրինակ, ալյուրի շուկայում մի տնտեսվարող չի, մի քանի տնտեսվարողներ քվոտավորված, ասենք, դու բերում ես 30%, դու 20-15-ը իրար հետ բարիշեք, բան եւ այլն, ինչ որ վերևներից արդեն այդ բաները բաժանված, տոկոսները, եթե հանգած տոկոսներից մեկը խախտվում այդտեղ խոսակցություններ են իրար մեջ լինում եւ այլն, կապ չունի մի հոգի, թե մի խումբ, որը օգտվում է այդ քվոտավորված։ Էլի անդրադառնանք այն կոչերին կամ խոստումներին, որ հնչել են անցած ամիսների ընթացքում։ Հիշում եք փետրվարին Կարեն Կարապետյանը բացնամակով դիմեց Սփյուռքում ապրող հայերին, նրանց հրավիրելով Հայաստան, մեջբերում այդ նամակից, ասաց, որ վստահ եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ հնարավորություն կունենանք արագ արդյունքներ արձանագրել առանցքային ոլորտներում եւ տարածաշրջանում ունենալ տնտեսական, առողջապահական, կրթական առաջատար համակարգեր, կոչ եմ անում միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք։ Վարչապետի հրավերին այս ընթացքում տեսել եք, որ արձագանքողներ լինեն, այսինքն դուք պիտի որ պաշտոնական լրահոսում լինեին, չէ՞, Հայաստան վերադարձող եւ այստեղ ներդրում անել կամեցող հայերի մասին ինչ որ տեղեկություններ դուք տեսել եք տենց բան։ Բացի Ռուսաստանի ներդրում, այդ ներդրողների ակումբը որ ստեղծվեց, որտեղ հավաքված են հիմնականում Ռուսաստանի ներդրողներ, իմ աչքով չի ընկել, միգուցե ես ուշադիր չեմ եղել, բայց եթե խոշոր ներդրման մասին խոսք լիներ, երևի կիմանայինք։ Արձագանք
չի եղել։ Հայտարարությունը նորմալ է, որ արվում է, կարող են ամեն օր այդպիսի հայտարարություններ արվել, բայց դրսում ապրող հայերի համար, ընդհանրապես բիզնեսմենի համար այդ հայտարարությունները երկրորդական, երրորդական նշանակություն ունեն։ Իրանց ավելի հետաքրքիր են մեսեջը, որ իրանք ստանում են ներսից իրականում ինչա կատարվում։ Օրինակ, ինչքան էլ անկեղծ լինի այդ արտահայտությունը, կոչի, ինչքան էլ սրտացավություն լինի, մենակ օրինակ այդ ուղի եթերը որ ցույց են տալիս, ավանում այդ ամբողջ պատմությունը որ կա ՀՀԲ-ի շտաբում ինքը կարա մի 10 անգամ ավելի բացասական էֆեկտ բերի, քան նմանատիպ կոչերն ու ներդրումային ծրագրերը։ Իհարկե կբերի, որ դա ցանկացած ներդրողի համար կարևոր է այստեղ առաջին հերթին իրավական դաշտ թե օրենք ինչպես է աշխատում։ Եվ երկրորդ ավելի կարևոր հանգամանքը իմ կարծիքով ներդրողներին համոզել պետք չի, ոչ էլ նրանց հայրենասիրության հետ խաղալու վրա անհրաժեշտություն կա։ Եթե ներդրողը ինքը հասկացա, որ այստեղ հնարավոր է շահույթ ստանալ, ինքը ներդրումը կանի, անկախ ազգությունից, անկախ վերաբերմունքից։ Դե դու գիտեք ինչ երկու բառով ներդրումների, եթե շատ պատկերավոր, հա, այսպես արտահայտենք 70% հոգեբանություն է, 30% բիզնես է, այսինքն եթե ներդրողը զուտ ուղղակի մթնոլորտից կարող է ուղղակի չգալ, բայց նույնիսկ այն դեպքում ունի հաշվարկներ ցույց են տալիս, որ իր բիզնեսը այստեղ շատ լավ կաշխատի։ Հետո մենք ունենք մի քանի օրինակներ, որոնք ուղղակի այդ բիծը ջնջել, չգիտեմ, տարիներ կանցնի, օրինակ Carrefour-ի օրինակը, հա, տարիներ կանցնի, մինչև այդ բիծը հնարավոր լինի ջնջել, որովհետև շատ մեծ կամպանիա է, շատ այսպես անունով կամպանիա, ու նրա հետ տեղի ունեցածը ոնց որ այսպես դաս լինի բոլոր ապագա ներդրողների հետ, այստեղ խնդիր կա։ Ես այնուամենայնիվ ուզում եմ մեջբերել, որ վերջին հարցազրույցում, երբ որ Ավստրիայի հանրային ռադիոյի թղթակցին էր հարցազրույց տվել եւ թղթակիցը իրեն Կարեն Կարապետյանին հիշեցրել էր, որ ընտրություններից առաջ դուք խոսում եք 3 միլիարդ դոլարը գերազանցող ներդրումների մասին, որտեղից է գտնելու այդ գումարը, Կարեն Կարապետյանը ասել էր, որ 5 հիմնական աղբյուրներից մասնավոր բիզնեսի ներդրումներ, վարկեր, դոնորների ծրագրեր, պետբյուջե, համայնքային բյուջեներ եւ մենք իրատեսական ենք համարում 2017 թվականի ընթացքում 830-ից 840 միլիոն դոլարի նախագծերի իրականացում։ Իսկ դուք իրատեսական եք համարում։ 5 տարվա ընթացքում մեծ հաշվով դա այս տարվանը 840 միլիոնը իրատեսական կարող է լինել հաշվի առնելով, որ դրա մեծ մասը Ամուսարի ոսկու ծրագիրն է, որը ներկայիս կառավարության հետ որևէ կապ չունի ու հենց այդ հարցազրույցի հետ կապված մի անգամ էլ եմ այտենց կարծիք հայտնել, որ եթե այդ ավստրիացի լրագրողի փոխարեն վարչապետը, ասենք ինձ կամ Հայկին հարցազրույց տա, մենք կհիշեցնենք, որ Ամուսարի ծրագիրը արդեն 4 տարի, 5 տարի առաջ հայտնի էր, որ այդ ներդրումները կատարվելու են։ Դա մեկ, երկրորդը, եթե խոսում ենք ներդրումների մասին, այդտեղ պետք է մի քիչ հստակեցնենք, ինչ ներդրումներ են ուղղակի թե պորտֆելային եւ վարկերը ներդրումների տակ մտցնելը մի քիչ ինքը սխալել է, որովհետեւ այդ ռակուրսով մենք կարող ենք ասել, որ վերջին տարիներին միլիարդավոր ներդրումներ են ունեցել, պետական պարտքն դրա հաշվին աճել է 840 միլիոն դոլարը, ինքը մեծ թիվ չի, Հայաստանում եղել են տարիներ, որ մեր ներդրումների հոսքը, ընդ որում առանց վարկերը հաշվի առնելու, մինչև 1 միլիարդի մոտեցել ենք։ Ու կախված էլ եմ ասում, այստեղի ներդրումային միջավայրից։ Ու այդ մասին իրենք շատ մեծ վստահությամբ են խոսում, այսինքն հաստատված ծրագրերի մասին էր խոսքը, չեմ կարծում, որ վստահություն չունենալու դեպքում մի քանի անգամ կշեշտվել, որ դրանք հաստատված արդեն փողը կա, աղբյուրը կա, ծրագիրը կա, այդպիսի ծրագրեր են, բայց արդեն մենք մայիսը հեսա ավարտին ենք մոտենում, ռեալ, որ ասենք ինչ որ դրա մեծ մասը կամ գոնե 10%-ի չափը կատարվել է, այդպիսի ինֆորմացիա դեռ չկա։ Կարեն Կարապետյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, անդադ խոսում էր պետական համակարգի օպտիմալացման, ապարատի կրճատման, ընդհանուր մինչև նախարարության եւ որոշ կառույցների միավորման մասին, իհարկե մոտ 20-30% տարբեր ոլորտներում կրճատումների մասին էր խոսակցությունը, իրոք տարեվերջին մի քանի ծրագրերի իրականացման գրասենյակներ եւ պետական փակ բաժնետիրական ընկերություններ լուծարվեցին կամ միավորվեցին, սակայն արդյոք կարող ենք ասել, որ գործը հասել է արդեն բուն նախարարություններին։ Իհարկե ոչ, գիտեք, այստեղ մի քիչ կարող մաքսիմալիստական թվալ, հա, բայց պետական ապարատի կարծում 40-45% այսօր պիտի կրճատվի, որովհետև մեր տնտեսությունը չի կարողանում իր ուսերի վրա վերցնել այդ
այդ բեռը, հա, մի քանի 100,000 մարդ աշխատում է պետական բյուջեից աշխատավարձ ստանում, եթե ասենք ուսուցիչների պահը հանենք, որոնք պիտի լինեն բանակը, մնացած այդ պետական կառավարման համակարգը այստեղ ակնհայտորեն ուռճացված թվեր են ու շատ ուռճացված են, այսինքն եթե մենք ուզում ենք արմատական փոփոխություն անել, մենք չենք կարող բավարարվել 1.5-2-3% կրճատումներով, այստեղ կրճատումները պիտի լինի տասնյակներով, ասենք առաջի տարին 10%, երկրորդ տարին եւս 10%, երրորդ տարին եւս 10%, այդտեղ մեր տնտեսությունը չի կարող այդ բեռը իր ուսերի վրա պահել, վաղ թե ուշ դա պիտի մենք հասկանանք, իհարկե կա նաև սոցիալական խնդիրը, հա, որ նրանք այսպես մնում են անգործ, բայց եթե նրանք այդքան մրցունակ չեն, որ կարող են այլ ոլորտներում, մասնավոր ոլորտում իրենց համար նորմալ աշխատավարձով աշխատանք գտնել, փաստորեն մենք ստացվում է, որ մենք պահում ենք անմրցունակ մարդկանց պետական համակարգում։ Կփորձեք այս հանելուկի բանալին, հա, այսպես ասած, բացատրություն է տալ, որ տեսեք վերջերս հրապարակվեց 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը եւ պարզվեց, որ եկամտային եւ ծախսային հատվածները թերակատարվել են, եկամուտների գծով թերակատարումը կարծեմ 10 միլիարդ դրամ էր, եկամուտների գծով 15 միլիարդ դրամ եւ դեֆիցիտն էլ 278 միլիարդ դրամ էր, հնայի 5.5%-ը, բայց դրա հետ միասին տնտեսական առաջընթաց էր արձանագրվել Հայաստանում եւ գործազրկություն ասել էին որոշակի անկում է ապրել, արտահանումը աճել, տնտեսության վարկավորման ծավալները թռիչքաձև աճ էին ապրել։ Ոնց է այս երկու տվյալները իրար համադրել։ Ասեմ երկու բանով, հա, տնտեսական ակտիվությունը աճը այդքան մեծ չէր, համարյա 0-ականին մոտ ցուցանիշով տարին փակեցինք, իսկ վարկերի աճը դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կենտրոնական բանկի փոփոխված պահանջի համաձայն մինչև այս տարվա սկիզբ, այսինքն մինչև 2017 թվականի հունվարի 1-ը Հայաստանի բանկերը պետք է իրենց կապիտալը 5 միլիարդից այդ պահանջից համապատասխանեցնեին 30 միլիարդ դրամի պահանջին։ Ու շատ բանկեր այդ ընթացքում կապիտալ ներգրավեցին, այսինքն մեկի ներդրողը ավել փող բերեց, մեկը բաժնետում ստողարկեց, հետո այդ հավաքված փողը որևէ կերպ պետք է տեղաբաշխվի, այսինքն եթե ես մեկից փող եմ վերցնում, որպես կապիտալի մոտ հավաքում, հետո այդ փողը կոպիտ ասած չպետք է քննեցնեմ, դա պետք է կամ պարտատոմս գնել դրանով կամ վարկերի տեսքով տեղաբաշխել, այսինքն վարկերի աճը այդ կենտրոնական բանկի քաղաքականությամբ կարող է հիմնավորված լինել եւ նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը այս ընթացքում նվազում արձանագրեց որոշ չափով, վարկերի տոկոսներն մի քիչ նվազեցին, նաև այդ հանգամանքը կարող է դեր խաղալ, բայց տնտեսական ակտիվությունը 0.2 տնտեսական աճը 0.2% էր։ Վերջում մեր զրույցի գուցե մասնավոր ինչ-որ խնդրի մասին եմ ուզում խոսել իր ոճի փոփոխության, հա։ Տեսեք, սկզբում բավական դեմոկրատական էր շփումների իմաստով, հիմա չեք նկատում, որ կարծես ավելի է կարծրացել ոչ միայն նախարարների հետ շփումներում, հա, այլ օրինակ նաև լրագրողների հետ, հա, մեր գործընկերների հետ շփումների, ասենք, որ հաճույք չեմ ստանում լրագրողների հետ շփումներից, ինչ որ ժամանակ, ինչպես նշել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, նյարդերը ժամանակից շուտ տեղի չտվեցին։ Կարծում եմ կա այդ պահը, որ Կարեն Կարապետյանը այսպես եթե քանի որ մենք վաղուց ենք ճանաչում Կարեն Կարապետյանը, կարող ենք ասել, նա շատ է փոխվել, այսպես է, օբյեկտիվորեն այդպես պիտի լիներ, որովհետև կարծում եմ Կարեն Կարապետյանը մինչև վերջ չէր պատկերացնում, թե ինչ վիճակում է տնտեսությունը, չէր պատկերացնում, թե ինչ դիմադրության կհանդիպի ու չէր պատկերացնում, որ ներդրումներ ներգրավելը այդքան դժվար կլինի, այստեղ կարծում կառավարության ամենամեծ սխալը այն էր, որ կոնկրետ Կարեն Կարապետյանի թիմի, հա, կառավարությունը սխալը այն էր, որ նա փորձում էր լուծել տնտեսական հարցերը անփոփոխ թողնելով քաղաքական այսպես այո, բաղադրիչը, իսկ բայց բոլորիս համար չէ, երևի ակնհայտ, որ
տնտեսության առաջ կանգնած խոչընդոտներ ունեն զուտ քաղաքական բնույթ, նույնը ասենք բիզնեսի եւ քաղաքականության սերտաճում, շուկաների մոնոպոլիզացիա եւ կոռուպցիա։ Եթե այդ երեք խնդիրների Վերջին հարցը այդ թիմի հետ կապված։ Երևի ուշադրություն դարձել եք այսօր, երբ որ այցելել էր վարչապետը պետական գույքի կառավարման վարչություն, ինքն ասում էր, որ իր տեսլականը, հա, որ ես ուզում եմ տեսնել ոչ թե չինովնիկներ, այլ կոմերսանտներ, որոնց աչքերում կրակ կա, որոնք գործում են ազատ, մեկ-մեկ փողկապ չեն կապում, գույքը լավագույնս են կառավարում եւ վաճառում եւ այլն։ Հաշվի առնելով, որ մեզ սպասվում է թերևս, հա, կառավարության փոփոխություններ, ինչ է ձեր կանխատեսումը, արդյոք այդ հիմնական կորույզը անփոփոխ կմնա, թե կարող է ինչ-որ նախարարների հարց վերանայվել, էլի, ասում եմ, որ արդյոք այս չափանիշները, որոնք դրված են, բոլորը այս ընթացքում ցույց տվեցին, որ դրանց համապատասխանում է, առնվազն աչքերում կրակ լինելու իմաստով։ Մենք մինչև զրույցը սկսել եմ, բան էինք անում, հենց այդ մասին ենք խոսում, որ այդ կանխատեսումները անելը ամենաշնորհակալ գործն է, դրա համար ոչ մի կանխատեսում չեմ ցանկանում անել, բայց մի այսպիսի բան եմ ուզում հիշեցնել, որ վարչապետը երբ որ նշանակվեց, հիմնական մտածելակերպը այն էր, որ ինքը լավ բիզնես կառավարիչ է, հետևապես նաև տնտեսությունը լավ կղեկավարի, բայց պետք չի մոռանալ, որ այդ բիզնես մտածելակերպը եւ պետական տնտեսությունը երկրի մասշտաբով ղեկավարելը տարբեր բաներ են։ Այսինքն դա անգամ գիտականորեն ապացուցված բան է, որ պարտադիր չի, որ լավ բիզնեսմեն է, նաև երկրի լավ ղեկավար լինի, ու նույն կերպ ասենք, եթե ինչ-որ ոլորտում մեկը բիզնեսի մեջ լավ հաջողությունների ասել, դա չի նշանակում, որ ինքը երկրի մասշտաբով այդ ոլորտի քաղաքականությունը կարող է ճիշտ մշակել։ Դրա համար ես չգիտեմ ինչ կլինի, բիզնեսից մարդիկ կշարունակեն մնալ, նոր մարդիկ կգան, թե ավելի ակադեմիական մարդիկ այդտեղ կգրավեն, առավել ևս, որ այդ ամեն ինչը մենակ այդ հանգամանքներով չի որոշվում, նաև քաղաքական պատճառներ կա։ Եթե ժամանակը մի րոպե տնտեսական լրագրողների մասով էլ, որ լրագրողների նկատմամբ ոչ միայն տնտեսական, հա, ընդհանրապես լրագրողների։ Օրինակ Կարեն Կարապետյանը միշտ կարևորում է տնտեսական լրագրողների դերը ու տարբեր հարցազրույցների ժամանակ իրան նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հարց տվող լրագրողը ինքը տնտեսագիտությանը չի տիրապետում։ Հա, իրոք լինում են դեպքեր, երբ ասենք տնտեսական ասուլիսին լրագրողը կարող է այնպիսի հարց տա, որը պետքա չտար։ Բայց նաև իրականությունն այն է, որ Հայաստանում նախ տնտեսությունն ու քաղաքականությունը, կրիմինալը, սոցիալական այնքան միախառնված են, որ դժվար է Հայաստանում միայն տնտեսական մաքուր լրագրությամբ զբաղվել, դժվար է նաև պահանջել, որպեսզի լրագրողը մենակ մի ոլորտից հարց տա, մեկը ասենք տնտեսական ֆորում է լինի, կգան կհարցնեն ինչ-որ իրավական հարցի վերաբերյալ եւ վերջապես Հայաստանում պետքա ոչ թե մենակ լրագրության մասին մտածել, այլ բոլոր համակարգերը պետք է համարժեք լինեն։ Եթե նայում եք այսօր մեր ազգային ժողովի կազմին, այս նորանշանակ, այնտեղ տեսնում եք դեմքեր, եթե այդ դեմքերը խորհրդարանում են, ուրեմն պետք է լրագրողներից էլ դրանից ավել չպահանջել, այսինքն ամեն ինչը պետք է նույն մակարդակի մեջ դիտարկել։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Հիշեցնենք, որ Ազատության ուղիղ եթերում տեսակետների խաչմերուկ հաղորդաշարում այսօր հանդիպեցին տնտեսական մեկնաբաններ Բաբկեն Թունյանը եւ Հայկ Գևորգյանը։ Զրույցը վարեց Աննա Իսրայելյանը։